Սիրելի ունկնդիրներ, բարի երեկո, վանացայն են։ Ահա վաստիկ դարձյալ չորեքշաբթի է եւ ձեր բոլորին կողմ է սպասված թիմանագար հայտակրին ժամն է։ Ամեն չորեքշաբթի թիմանագար հաղորդաշարով մենք կհանդիպենք ցանոթանալու եւ բացահայտելու այնպիսի անձնավորություններ, որոնց կյանքը մեզի կսորվեցնե հաղթահարել դժվարություններ եւ գերդել հաջողություն։ Մեր հայտակրին կրնակետեւիլ վանացայնի գայքեչով voiceofban.net եւ ցայն հերացայնի radio voice of one live ծրագիրով եւ ուղագի օրեն թիմադեդրի մեր էջով։ Հարկելիներ, այսօրվան մեր հայտակիրով կհյուրընկալենք ճակատագիրը, որ ձևավորված է Բեյրութի փողոցներեն, հասած է աշխարհի մեծակույն փեմերը եւ դարձած է ցայն, որ կխոսի առանց բարերու։ Լիբանանի մեջ Բեհլիվանյան անունը օդար չէ։ Մինչ միջազգային փեմերու парքը անկապված էր ցայնի հետ, զոր հանդիսադեսը կքնահատեր եւ կբահեր իր սրտի մեջ։ Արփինե Բեհլիվանյան, նշանավոր լիբանանահայ սոպրանոն, իր հետ կցկած է այս երկրի երաշտական կյանքի մեջ ճառանգությունը, որ այսօր կշարունակվի իր զավգին մայստրո Ջորջ Բեհլիվանյանի միջոցով։ Ջորջ Բեհլիվանյան անունը այսօր կհնչե Լոնդոնեն մինչև Փարիզ, Վիեննային մինչև Թոքիո, բայց անոր պատմությունը կսկսի հոս մեր քաղաքի մեջ, մեր հիշողություններու մեջ։ Մենք այսօր պիտի բացահայտենք խմբավարին արմատները, հիշողությունները եւ այն բահերը, որոնք կգերտեն ոչ միայն մեծ արվեստագետը, այլ մարդը։ Բարի եկածեք, մայստրո։ Բարի տեսակ, Մայստրո ինչպես Ջորջ Բեհլիվանյան, մենք շատ եք։ մեծ բադիվ ունենք այսօր, որ ցեզ գհյուրընկալենք թիմանագար հաղորդաշարեն։ Շնորհակալ ենք, որ ընթരാճեցիք։ Ուրախ եմ, որ զանգտացանք, մերսի։ Գներեք, որ ցեզի բավական խանգարում պատճառեցինք, հիմա դուք մեզի ասեք, որ դուք ուր կգտնվիք հիմա։ Ხო, ես հիմա յատիմը վրա եմ Լոս Անջելես, հոս աստեղ, մեկ օր հոսեմ։ Շատ լավ, մայստրո։ Ուրեմն պիտի ուզեինք խոսիլ բացահայտել ցեզի նախ դուք ծնած եք Բեյրութ եւ ձեր մանկությունը անցուցած եք Բեյրութի մեջ։ Ինչպես էր ձեր մանկությունը եւ ինչ կհիշեք այդ օրերեն։ Իմ մանկությունը շատ քաղցր եւ անուշ ամբողջ օրերը երաժշտությամբ լցված օրեր էին, որ գիշեմ որ Բեյրութի մեջ շատ հաճելի։ Հաճելի էր։ Իսկ իբրև ձեր ծննդավայրը Բեյրութը ինչ դեղ ունի ձեր հոգի մեջ մինչև այսօր։ Անշուշտ մանկաբարձ դիս վխիտարյան դբրոցը որ կացի Բեյրութ ոնդեղ վաստաբետերուն հետ ուսուցիչներուն հետ մեծնալը գիտությունը մասնակցեցա մեծնալը անշուշտ մինչև 11 տարեկան միան եւ հետո կոնսերվատուարը Այո։ որ մամաս պրոֆեսոր էր երկի եւ տաշնագի եւ ես անդեղ ճուտագը սկսա սելե 6 տարեկան էի կոնսերվատուարի մեջ դու Լիբան եւ հոնդեղ առաջին ուսումնական քայլերը սարի երաշտության մեջ աշխարհը երաշտության աշխարհի մեջ մինչեւ որ բادرազմը սկսավ անշուշտ Այո, իսկ ձեր մայրը Արփինե Պեհլիվանյանը ինչ ձևով աստեցություն գործած է ձեր երաշտական ճամփուն վրա։ մամայիս գբարդի անշուշտ ամբողջ երաշտական ցանկիս հիմքը որովհետեւ ինչպես որ սկիզբը մեր ինտերվյուին ամեն օր լեցված էր երաշտությամբ իր աշակերտները թե կոնսերվատուարի մեջ միշտ կայի գամ մեր դունը գավակվեին ամեն աշակերտները որ մամաշալ աշակերտ մեծուց ցայնի 20-25 հոգի են ավելի անտատար մենք երաշտական ցանկ ունեինք դունին մեջ ամանավանդ եւ հետո տուրներներ գնեինք աշակերտներով երթային դարբեր երկիրներ որ համերտներ դահին եւ մամաս արդեն շատ միշտ կոնսերտներ գուդար ամբողջ ռեժիոնին մեջ Middle East-ի եւ Իտալիա երթայինք իբր երդասարտ տղա միշտ ինձի գտաներ հետը գտաներ իր ռեսիտալներուն Այո։ անանք որ շատ դարիքով ես մեծա իր կոնսերներուն հետը ընկերակցա իրեն հետը անանք որ ագանչը շատ լեցուն էր երաշտությամբ
Այո, իսկ ձեր ճուտագի ընտրությունը, ձեր ընտրություններ կամ ձեր ծնողքին ճուտագ Կարծեմ ճուտագի ես սկսա պիանոյով, պիանոն այո, արդեն դու նգար 3 տարեկանին արդեն սկսեի պիանոն նվագել, շատ կսիրեի ագանչը շատ սորավոր էր պիանոյի մեջ վրան գերտայի եւ արդեն երգերը որ գլսեի ես կփորձեի գտնել այդ երգերը իմ մզդիկ մադիկներովս ըհը, բայց ճուտագը Կարծեմ մամաս ընտրեց ինձ համար, ասեց սա որ կարծեմ արժ ճուտագը փորձե 5 տարեկանից սկսա 6 տարեկանից արդեն բարոն Ոզնիակ գար Բեյրութի կոնսերվատորի մեջը պոլոնացի մեկն էր եւ իրեն հետ սկսա Կարծեմ Սյուրմելյանին հետ նա սկսա անգեց առաջ կմնա լալ Սյուրմելյանը ինձ սկսավ տաստալու հետո բարոն Ոզնիակին գցինք Եվ 6 տարեկանից հետը սկսա նվագելու արդեն 9 տարեկանին Լիբանանյան այնադեն presidential award-ներ գային այո, եւ մրցում մներ Լիբանանյան national concerto competition-ի պես բան էր եւ ես շահեցա 9 այո, տարեկանից առաջնությունը Լիբանանի այո, Եվ այդադեն պրեզիդենտ over չեմ շերգոր 1973-ին բիդելլա մինչև presidential palace տարին ինձի եւ ադեղ ցերկս ներով publicity գարամենդեր ժուրնալ դու Լիբան եւ etc. Սո անդերեն սկսա առաջին մրցանակը շահելու 9 տարեկանի Լիբանանի մեջ սկսավ։ այո, իսկ գնաք ասել, որ սկիզբը որ սկսակ խաղ մներ, բայց վերջը արդեն գոչում դարձավ, Ինձի համար անշուշտ բզդիկներու համար լուրջ բամը չենք վզիկները չեն մտածել լուրջ Մոցարտը անգամ որ մեծավինք նա ամեն բանի խաղի մեջ արավ այո, եւ հետո ոչ շապ ավելի մեծավ ալ իր միտքը եւ արվեստը զարգացուց եւ իր բաբային հետ տուրնեներ գներ այո, Մոցարտը այո, որ բզդիչան չենք մնալ լուրջ շատ առնել եւ ես ավելի ոչ թե խաղ բայց ավելի amusement ավելի ասենք ջող գսիրեի եւ ծևով հաջույք կստանա իր այդ նվակով, Հաջուկ եւ հաջուկ դալը կստա անշ, ավելի ուրիշներն ուրիշները շատ ուրախ էին 4 կողմս ժողովուրդը շատ սիրեցի ժողովրդի հետ կապ հաստատել, գաբակցություններս այո գաբս բահել եւ հաստատել անի եւ երբ որ երդասարտ երբ որ սկսի պրիշայելու attention-ը արդեն հետաքրքրությունը արդեն քեզի ավելի adrenaline-ը բարձրացնե հետաքրքրությունը կփանա շատան, այո, Եվ այնադեն ավելի գուզես նվակել, որովհետև ինչպես բզդիգի մշակարդասն է ավելի գուզե շակարը, չէ, այո, նույն ծևը իմ շակարս ասենք, իմ քաղցությունը ժողովրդի հետ հարաբերությունս էր, որ ես արդեն մամայիս կդեսնեի ամեն օր ուներ, անանք որ այո, ես ասկսա նույն հարաբերությունները սկալ եւ Սանակ շահիլը շատ կարևոր էր ինձ համար, որտեղ ամբողջ կյանքս 9 տարեկանին հետո մրցանակներով մեծա, շահելու մեծա, ան ինձ շատ օգնեց։ այդ մեկը խթան հանդիսացավ ցեզի, որ դուք ցեզ ավելիով նվիրեք երաժշտության, Այո, գամած սկսա այո, նվիրելու, անշուշտ 11 տարեկից, երբ որ բادرազմը սկսավ Բեյրութի մեջ, քեշ վիճակեր, անանք որ մենք Լոս Անջելես կրցանք փախիլ, Անդեղ արդեն Լոս Անջելեսի մեջ Long Beach Unified School District-ին մեջ շատ զորավոր երաշտական շարժում կար այո, ինչ փոփոխություն Կալիֆոռնիայում։ տեղի ունեցավ ձեր երաժշտական առօրյայի մեջ, երբ որ Լոս Ինձ Անջելես հասակ, Լոս Անջելեսի բանը թրիչկը շատ կարևոր էր իմ կյանքիս մեջ, որովհետև ինձի ներկա գտնվեցա մեկ Long Beach-ի Կալիֆոռնիայի Long Beach-ի Լոս Անջելեսի մեջ Unified School District-ի օրքեստրը գար էր։ Մեկը գար բարոն Ֆրեդ Օլենդորֆ,
որ շատ զարգացուց ամբողջ կաղուտը Կալիֆորնիայի երդասարտական շարժումով օրկեստրներ ուներ elementary all district orchestra, junior high all district orchestra եւ high school orchestra all district orchestra շատ կարևոր էր ամբողջ դպրոցներն գուկային մեծ օրկեստրա կար 100 հոգի աչափ եւ մամաս դեղեմը լսեր էր ասմասին ասմարտում մասին եւ որ ինձի դարավ բարոն Օլենդորֆին եւ նվակել դվավ ես նույն գդորը նվակեցի ինչ որ միշտ գշահեի reading-ի կոնցերտոն գիշեմ որ եւ նվակեցի բարոնի մամաս միշտ պիանոյի վրան ինքը ակոմպանիման գնգերակցեր գնգերակցեր այո եւ բարոն Օլենդորֆը լսեց ինձ գեցուց ասավ you my dear boy I'm going to put you concert master of the orchestra Yes, a concert what? Գանքիս մեջ չեմ լսած բարը, որովհետև 11 տարեկանեի մենք Բեյրութ օրկեստր ունեինք մստիկներու։ So don't worry, just come on Saturday, I will show you. Շաբաթօրը եկա դեսա որ 100 հոգի մստիկներ իմ դարիքիս ամենա գնվակեն որ եւ ինձի առաջին աթորը բարաբե Ճիշկովը concert master. Սավտուն hospitalist. I was seeing Chelsea. I said, don't worry yourself. Just sit down and play the notes. You'll be fine. You are going to be the leader of the whole orchestra. I said, me? No. Please put me in the back seat. No, this is your seat. Sit down, please. Անսևով սկսավ կարիերաս կոնսերտմաստերի այդ 11 տարեկանից սկսա կոնսերտմաստեր նվագելու առանց իմ ուզենալու մինչև 25 տարեկանից կոնսերտմաստեր այդ աթորը ալչիցկեցի Իսկ երբ որոշեցիք խմբավար դառնալ եւ այսինքն եւ ոչ միայն ճուտագահար ինչ առանձնահատկություններ ունեիք դուք որ ցեզ մղեց խմբավարական արվեստին Ես իբր մարզեցի ինձ ճուտագարը լալու professional ճուտագարի Carnegie Hall-ի մեջ արդեն դեբյուս տվի Նյու Յորքի մեջ ճուտագար եւ այդ ջամփանգը քալեի օրմը շատ լուրջ ծևով եւ ամբողջ Ամերիկայի 10 ամենե 12 ամենե լավ ճուտագարները մեկն էի համ մրսում աշահեցա so 18 տարեկանից օրմը 25 տարեկան էի Համապանեղա մրցում եղավ Փիթսբուրգի մեջ շեֆ օրկեստրերու մրցում եղավ American Symphony Orchestra League այն adեն անունը եւ մինչեւ Փիթսբուրգ կացի որը վանդե այն adեն 25 տարեկանից assistant conductor էի Columbus-ի մեջ in the Midwest եւ ինձի ընկերներս ասին քնա ասի շատ լավ է ուսուցիչներս ասին քնանք իշխ փորձառություն ցերկտ կնաս ուրիշներու գզանտանաս շեֆ օրկեստրերու ասի գերտամ ադեղ master class մրցում էր անչափ լավ ղեկավարած եմ գերեւի դաղանտը դեսած են անտեղի ջուրինին որ ինձի շահել դվին ասին որ դու շահեցար ասին ինչ շահեցա ասին որ վաղը որտեվ քեզի ընդրեցինք բիդի Լորին Մազելին բիդի ղեկավարես արչեվը Լորին Մազելը ամենե հայտնի ղեկավարներն են մեկն էր աշխարհի մեջ ինչպես Զուբին Մեհտան գա Ռիկարդո Մուտին գա Լորին Մազելը գա հիմա մերավ մարդը օքինուսավոր է աստված եւ սերը հաջորդ արդու կացի Փիթսբուրգի Սիմֆոնի հոլին մեջը օրկեստրին արչեվը Սեզար Ֆրանկի սիմֆոնիան ղեկավարեցի իմ prizes Լորին Մազը մայստրո Մազելը եկավ եւ ինձի coaching գրավ ամբողջ շատ կարևոր էտապ էր անի իմ կյանքիս մեջը որովհետեւ ինձի շատ լավ անցավ հարապելի Ջորջ Սա ինչ կնես կրտուն, կյանքիդ մեջ ինչ կնես կր, մայստրո ես ճուտագար եմ, Ջոսեֆ Գինգոլդին հետը, գմարզեմ որ ինձ ինքս և Carnegie Hall ասան, սավ ինչու ճուտագար ես, սավ ինձի բես, եսա ճուտագար է եսավ,
պետք է շեֆ օրկեստրը լաս տուն ճուտագը ցկե ինձինա եսա ճուտագայի ցկեցին այ ուրասը այո, Gustav, the sky is the limit for you. You're a natural conductor. You should just conduct all the time. I said, really? You think so? She says, what do you mean I think so? I know so, sir. I said, okay. Wow. See? Սա ավելի լուրջ սևով մտածել ղեկավարությունը եւ երկու տարի հետո մտա մեկ տարի հետո մտա համաշխարհային մրցանակին Բեզանսոնի մեջ Ֆրանսա այո, իբր այո, փորձառություն ոչ թե կացի շահելու եւ երբ որ կացի Բեզանսոն Ֆրանսա ադեղ մեկ շաբաթ հետո արդեն ինձի նշեցին Grand Prix unanimously of the whole competition. այո։ Իսկ այդ մրցումը, Մրցումը, հա։ այդ մրցանակը, So, որ շահեցաք, ինչպիսի պատասխանատվություն էր ձեզի։ Արդյոք պատասխանատվություն եղավ, թե ազատություն եղավ։ չեմ գիտի ինչ սևով ազատություն չի, պատասխանությունը արդեն ամբողջ ինչ որ մենք յանքի մեջ պատասխանատու ենք մեր Այո։ որոշումներու։ Ասի ավելի ջագադակիր էր, ոչ թե ազատություն։ Անգույնաթարցային բամը եղավ, այո, որ դու կարենակ ճակատագիր գերդվեցավ այս մրցումով։ Ճագադակիր էր, ուրիշ բան չէր, պատրաստ էի, լուրջ չունեի, որ պատրաստ էի համաշխարհային փորձանակ շահելու եւ պատմության մեջ անցա Այո, իմ legacy-ս համ է առաջին առաջին հայ, առաջին լիբանանցի, որ աշխարհի մեջ շահած է Besançon competition-ը Ջորջ Պեհլիվանյանն է։ Ասի այո, իմ legacy-ս է, միշտ կմնա, ասի քիրքերում մեջ այո։ պատմության։ Մայստրո, դուք ուրեմն ղեկավարած եք աշխարհի գրեթե բոլոր հռչակավոր նվագախումբերը, որոնց թիվը գանցնի 400-ի։ Ինչ կփնտրեք Ճիշտ է։ նվագախումբին հետ առաջին հանդիպումին, երբ որ նվագախումբը կղեկավարեք, առաջին հանդիպումին ի՞նչն է որ կփնտրեք։ Գիտեք, դարիքը երբ որ առնենք ամեն 10 տարի մեր կյանքի մեջ մեր մեր որոշումները կփոխվին եւ մեր սանֆասոնը կփոխվի ինչպես կմոդենանք կյանքի հետ եւ մարդոց հետ եւ մեր կյանքին հետ հիմա որ արդեն ով ավելի զերանանք որ ավելի դարիքնի սարիկ արդեն իմ senior conductor եղա որ առաջ երդասարդ էի եւ որ ղեկավարեի օրկեստրին մեծամասնությունը իմ երկու անգամս էր դարիքիս երբ որ սկսա Ահա, մեծամասնությունը հիմա ճիշտ հակառակն է հիմա ես ամենը սենք դարիքը արած երաժիշտ այդ դուք եմ երդասարդ եք Դագավին, մայստրո։ հա միշտ անհանգստեք հա ինձ սուտ Այո։ խաբեցեք շատ լավ է հա եւ հիմա երաժիշտները ավելի երդասարդ են արջևս անշուշտ Այո, իսկ կան այդ հարցումը պատասխանելու քիչ մը դժվար է պետք է տեսնենք ինչ էի եւ ինչ եղա հիմա so հիմա ավելի աստարիկիս աս լավ, ինչպես կրնակ նվագողները ցեզի գաբեն։ Ինչպես կրնակ իրար հասկանան։ Որքան ժամանակ գիտեք կգարոդի, որ երաշտությունը ժամանակը գախում ունի որովհետեւ մենք limited ժամանակ ունենք այո, օրկեստրը ղեկավարելու եւ փորձնելու անանք որ ընդանրապես 3-4 փորձով պետք է պատրաստենք երաժիշտները եւ համերգը դանք Լոնդոն երթամնեմ երբեմն մեկ փորձով պետք է ունեմ որովհետեւ ժամանակ չունենք ընդանրապես 1-2 փորձով արդեն ժամանակը շուտ կանցնի so պետք է պատրաստանք երաժշտությունը ունենալ մեր մեջը եւ communication-ի հետ կապ ունի ամեն բան այո, ինչպես հասկանաք, մեր այսինքն այդ երկու փորձով արդեն խմբավար եւ նվագող իրար հասկացած պետք է լան, իրար նայվածքով արդեն պետք է գիտնան ինչ կուզե մայստրոն։ նայված շարժում այո Այո, իսկ մայստրո գապեմ կամ համերգը որ անասահատուկ տեղ ունի ձեր սրդին մինչև այսօր, այսքան հարյուրավոր կամ հազարավոր համերգները յետք։ անշուշտ շատ կան անշուշտ պետք է ասենք որ
հարաբերություններս Լոնդոնի մեջ շատ հազվագույթ հարաբերություններ եղած են ամբողջ կյանքիս մեջ Լոնդոն, Մոնտրեալ, Հայաստան անպայման Երևանի մեջ շատ 30 տարին անցավ արդեն Երևանը լալս առաջին համերգս 93-ին 2-3-ին դվի եւ անգեցի վեր ինձի չեն ցկած ինձի անկից չեն ցկեր Երևան միշտ կերտամ դարին կոնե մեմը գհրավիրվիմ հետո Իսրայելի մեջ անշուշտ մենք հիմա Լիբանան ենք շատ պիչի սիրեն մարտիկը իսրայելցիներուն բայց Իսրայելի ֆիլհարմոնիկը շատ հայտնի եւ շատ բարձր մագարտագի օրկեստրեր անդեղ հիմալ չեմ երտար շատ բայց առաջ կերտայի եւ շատ մեծ հաջողություններ ունեցա անդեղ Իսկ երկացանկը ինչի հիման վրա կընտրեք մայստրո ինչ որ պիտի նվագվի ինչ որ պիտի ներկայացվի Կախում ունի ես շատ կսիրեմ ռոմանտիկ պերիոդը եւ այս օրվա մոդեռն պերիոդը շատ կսիրեմ կոմպոզիտորները որտեղ Գաբրինգոր օրինակ այդ ժամանակն է շատ կսիրեմ բայց ընդհանրապես ռոմանտիկի հետ ռոմանտիկ շրջանը Չայկովսկի, Բրամս, Վագներ, Շտրաուս Օրժակ աս պերիոդները շատ քեացիկ բրուկներ լավ մայստրո որպես շուտագահար գուկա ժամանակը երբ որ կխմբավարեք եւ գուզեք ցույց տալ բամը դուք առնեք եւ նվագեք եւ ցույց տաք իրենց որ այս է ուզածս գոհադալի շատ կնեի երբ որ արտեի շատ կնեի գսեի կոնսերտ մասն հաջի շուտագու դաս մեկ ածնեմ շատ չխոսիմ Գարնեի շուտագի նվագեի ապշած կնային ինձի օքեյ հիմա ասկացա շատ իսկ մայստրո Ձեր օպերային աշխատանքները շատ հարուստ են, բայց իբրև ֆիլհարմոնիկ նվագախումբի ղեկավար, ինչ բան աստած է, որ այդքան մոդիկ կապեր հաստատեք օպերային հետ, ձեր մայրն է կամ գա ավելի անտինգրնակերտալ։ Շատ հաստատ, երբ որ օպերա ղեկավար եմ, արդեն մի մամաս արջևս կուկա աչքերուս, սրդիս մեջը միշտ մամաս է, մամայիս ցայնն է, Այո։ եւ այդ ամբողջ երաժշտությունը, որ սկացի երդասարտ դարիներուս, բզդիկ եղած դարիներուս, ամբողջ մեջս է, երբ որ ղեկավար եմ, օպերան շատ կսիրեմ ղեկավարել, որտեվ emotionally ինձի շատ բան է մոդ է, ցայնը, անշուշտ մամաս ինձի շատ օգնեց այդ ցևով հետալանը Դուք հիմնած եք երաժշտական ակադեմիաներ, ինչպես Սլովենիո մեջ օպերայի հատուկ համալսարանը եւ այլ նախաձեռնություններ։ Ինչու եւ ինչ պայմաններով դուք ստեղծեցիք այս կառույցները եւ անոնց առաքելությունը ինչ է։ Ես ստեղծեցի օպերայի ակադեմիս Սլովենիայի մեջ որ հոնագաբրիմ բլեդ քաղաքի մեջը օպերայի professional academy-ն եւ հիշադակ մամային Արփինե Պելիվանյանի անունով հիմնեցի որ իրեն հիշենք եւ իր դաստիարակությունը եւ իր արվեստ միշտ ապրի իմ մեջս եւ իմ մեջս իմ աշակերտներուս աշխարհի 4 կողմեն ղեկավարներ գուխան professional եւ ավելի երդասարտ իմ հերս տրեյնն են դու օպերան որ օպերա բիդի ներկայացնեն հետս ես իրենց կսորվեցնեմ professionally եւ հետո տուրնեի գտանիմ ամբողջ Սլովենիայի մեջ օրինակ 10-12 հատ համերգ կտան օպերան հազարներով մարդիկ կան եւ հիմա արդեն 50,000 ավելի անցան public-ը որ եկած են օպերաներու համերգներուս եւ երկիչները ամբողջ կան աշխարհի 4 կողմեն audition գնեն ինձի եւ անդեղ են իմ օրկեստրս ունիմ Սլովենիայի մեջ իմ national private orchestra-ս ունիմ so բավական բաներ հիմնեցի եւ շատ մեծ հաջողությունով կշարունակենք որ այսօր Այո իսկ մայստրո դուք ձեր աշակերտներուն ինչ կսորվեցնեք որ գիրքերու մեջ գրված չէ Այո կսորվեցնեմ իրենց ղեկավարել ղեկավարել ոյ մեկ քիրքի մեջ չէ գրված ինչպես ղեկավարել Այո անանք ադի ամենը մեծ տասն է աշխարհի professional training make one on one make իբր մայստրոյին աշակերտ դանի ամենը կարևոր էտապն է
այո։ կարիեր Այս մեր այս ինդուստրիի մեջ։ խմբավար եղող անձը արդյոք կգարձեք, որ պետք է առաջնորդելու կարողություն ունենա։ Առաջնորդի թիր։ Անպայման, Մհմ, անպայման առաջնորդի տիտրը եւ պետք է որ սորվին առաջնորդ ըլլալ մհմ։ եւ գարեվան Կգարձեք կսորվի communication կամ ինքնաբերաբար գուկա մեջ են առաջնորդ ըլլալը։ գախում ունի, ագարձեմ առաջնորդ ըլլալ ես միշտ ասած եմ ձնալ գձնիս Այո։ առաջնորդ չես կնա սորվիլ առաջնորդ ըլլալ որ Իսկ եթե գամ մեջդ դուրս կուկա այո։ Իսկ ինչ կփնտրեք դուք երիտասարդ խմբավարներում մեջ, աշխատասիրություն, դաղանդ, թե իրենց անհատական ոճը։ գիտեք դաղանտը գա կամ չի գա դաղանտը չեն կնա սորվիլ Այո, գամ ունինք դաղանտ կամ չունինք հետո մնացած ամեն բան կսորվինք այո։ so դաղանտը հազվագույթ բան մնե կամ շատ ունինք կամ միջակ ունինք կամ քիչ ունինք գոյու մեկ Իսկ բանի մեջ աշխատասիրության պերսենտեջը որչափ կծնեք իրենց երբ հա, որ երդասարդ ենք միշտ կսենք որ 90% դաղանտ է 10% աշխատանք է երբ որ երդասարդ ենք շատ բստի գլանքն է ճիշտ հայարակն է ոչափ որ դարիքտիս առնենք կփոխվի ռեյշյոն գտարնա այո, Օրինակ 12-ին 14 արդեն 12, 13, 14 տարեկան լանքն է աշխատանքը անպայման պետք է ունենք եթե չաշխատինքն է ալ չենք գնար փայլիլ ուզայից չափ դաղանտավոր եղիր այո, չես գնար չափվիլ ուրիշ մարդոց ուրիշ երդասարտներու որ գաշխատին որ 3 4 5 շամ գաշխատին որ գբարաբեն որ իրենց գործիկը պիանո ճուտակ ինչ որ տրոմպետ ունին անոնք միշտ արավելի կհարաշտիմեն եթե տուն չաշխատից իբր դաղանտավոր so երբ որ ավելի մեծնաս ճիշտ հագարակը լա այո, 10% դաղանտ 90% աշխատանք շատ ճիշտ։ Իսկ իբրև հայ ծնած Բեյրութի մեջ եւ ապրած աշխարհի զանազան երկիրներու մեջ, ինչպես կսահմանեք ձեր ինքնությունը եւ հայկական արմատները։ Ինչ դեր ունին ձեր արվեստի մեջ։ մենք հայը լալը արդեն շատ կարևոր ամեն կարևոր Առանձնահատկություն է։ սկացումներից մեկն է, որովհետև մենք հայ ժողովուրդը շատ հբարտ ժողովուրդ ենք։ Ես շատ հայ չեմ գիտեր, որ դանտավոր չեն։ Կնալ հայերգան, որ դանտավոր չեն։ Բայց ես անցամ չեմ շատ ծանոթացած հայերուն, որ դաղան չունին, որ մեկ բանի մեջ հայերը միշտ առաջ կերտան, որ շատ աշխատասեր են ընդհանրապես, կամ բիզնեսի մեջ, կամ արվեստի մեջ, կամ գիտակցության մեջ, ինչ որ ուզես, հայերը միշտ առաջ կերտան։ Այո, Անանք որ կարծեմ բախտավոր ենք, որ հայ ծնած ենք։ Մեր DNA-ը, հայերում DNA-ը արունին մեջը դաղանտ լեցված է դաղանտը։ Անանք որ շատ լավ բան է, որ հայ ծնած ենք number 1։ Հետո մեր հավատքը, պատմությունը, մեր գիտակցությունը, մեր արմատները հազարներ տարի պատմություն ունենք եւ անա մեր մեջն է, չենք հնարմորնալ։ Մնացածը մեր բան է, responsibility-ն է, այո, որ պատասխանատվություն։ պատասխանությունն է, որ մենք զարգացնենք ով լալնիս։ Անոր համար գիտեք Ամերիկայի վեստիամ կամ ուրիշ Ավստրալիա կամ Եվրոպա զանազան դեղեր, երբ որ հայերը մեծնան, եթե ծնողքը իրենց զավակին չի սորվեցնեն, ինչ էսել է հայը լալը, զավակը պիտի մորնա կամ պիտի Այո, չի հասկնա ով լալը։ Ես 5 հատ զավակ ունիմ, 5 հատ ունիմ։ Աստված բահ է։ Ամենաբզդիկս 4 տարեկան է եւ ամենամեծս 27-ը։ Ամեննա հայերեն խոսին, հայերեն հասկնա։ Եվ երբեք հայկական դպրոց չեն կացած կյանքերնում մեջ։ Բայց շատ լավ Եվ հայերեն ունին մեջը կխոսի։ եւ շատ լավ խոսին հասկնան բülbülի պես ամենինա շատ լավ խոսին հայերեն 5 հատնա։ Ինչու դպրոց չեն կացած հայկական երբեք Բեյրութի չեն մեծած որ դպրոց Դունը կան առաջին դաստիարակն է, առաջին դպրոցն է դունը։ հայերը եւ մայրը։ Այո, So ես անոր համար շատ կհավատամ մշակույթը մեր մշակույթը հայկական լեզուն
եւ անի սորվեցնել է մեր զավակներու առաջին բարասխանությունն է իբր հայր կամ մայր։ Շատ լավ։ Լավ, մայստրո խոսին քիչ մը ձեր հիմնած միջազգային մրցանքներու մասին։ Մանավանդ Yeah. Պեհլիվանյան միջազգային խմբավարական մրցույթի մասին, որտեղի պիտի ունենա այս նոյեմբերին։ Ինչ է նպատակը, ինչ նպատակով հիմնած եք այս մրցանքները։ Գիտեք, հիմա արդեն համաշխարհային մրցումը հիմնեցի արդեն, սկսած եմ արդեն աշխարհը շրջիլ եւ կանդիդատներուն, որտեղ 400 հոգի չափ կանդիդատ կա։ Տեխնատուներուն, այո։ Այո, որ թիմած են իմ մրցումից, ամենե բարձր level-ով մրցում հիմնեցի։ Եվ հիմա արդեն կսկսեմ, որ 7-րդ քաղաքից մեջն եմ, Լոս Անջելես եմ, արդեն Նյու Յորք կացի, Շիկագո կացի, Եվրոպա, Բերլին, Լոնդոն, Վիեննա եւ Օսլո, եւ հիմա վաղ պիտի երթամ Տոկիո։ Պիտի սկսեմ Էժիայի տուրնես, վիսալե պիտենք Տոկիո, Սեուլ, Բեյջինգ, Շանհայ, Թայվան, հետո երբ պիտի վերադառնամ Փարիզ, Լյուբլիանա եւ Միլան պիտի Այո։ վերջացնեմ։ Թիվով քանի տեխնատուներ պիտի ընտրեք այս մրցումին համար։ Թիվով քանի տեխնատուներ պիտի ընտրեք։ 60 երկիրից թիմեցին 60 Այո, եւ 400-ի չափ կանդիդատներ կան ամբողջ աշխարհի մեջ եւ professional, որտեղ առաջին անգամն է աշխարհի մեջ, պատմության մեջ, որ ամենե բարձր մագարտագի մրցումը շեֆտ օրկեստրերու գոյություն ունի եւ առանց age limit, դարիքի բան limit-ը չի գա, անեցի մանապագում չի գա, այո։ չի գա, անանք որ երդասարտներ կան եւ 30-նոց, 40-նոց, 50-նոց, 60 եւ 60-նոց եւ մեկը ունի 71 տարեկան։ So շատ մեծ պատմության մեջ անցավ, որովհետև շատ հետաքրքիր է։ Առաջին պրին, որ դիտանք $50,000 է։ Ամենե բարձր prize-ն է պատմության մեջ։ Երբեք մեկը չէ դված այդ տեսակին։ Եվ ունի 20 դարբեր partner-ներ, orchestra partners and opera partners ամբողջ աշխարհի մեջ, Նյու Յորքից Այո, մինչև Օման, մինչև Ջենովա, Լա Ֆենիչե, Բոլոնիա, etc. Եվ Cincinnati օպերան։ So շատ մեծ փորձառություն ունեցող ղեկավարները արդեն թիմեցին մեծ դաղանթով։ Հիմա պիտի զադենք 100 մինչև 144 այո, ղեկավար ֆայնալիստներ պիտի կան բլեդ նոյեմբերին Սլովենիա եւ անդեղ ավելի նորեն պիտի սկսի մրցելու մինչև որ 18 ֆինալիստը լա։ այո, Ան 18-ն արդեն մինչև 1 պիտի երթան, մինչև այո։ Grand Prix։ Մայստրո այսքան երկար տարիներու, մոտավորապես 40 տարիներու փորձառություն, ղեկավարություն, մեծ հաջողություններ եւ թիրքեր, արդյոք բամը փոխած են ձեր մեջ։ Գրցան բամը փոխել ձեր մեջ, իբր մայստրո Ջորջ Պեհլիվանյան։ Մայստրո Ջորջ Պեհլիվանյանը ծնած է աշխարհի մեջ 19 տարեկանին իբր ղեկավար, երբ որ առաջին համերգը ունեցա, եւ 27 տարեկանին արդեն ծնավ աշխարհի բեմերուն համար, եւ այսօր արդեն 60 անց փոխվեցավ, բայց Ջորջ Պեհլիվանյանը միշտ մնաց Ջորջ Պեհլիվանյան։ Անանկոր ես մասնավոր բամը չի փոխեցի, ես ընդհանրապես զարգացուցի իմ յութունս, ովլալս եւ աշխարհի համար Ջորջ Պեհլիվանյանը պիտի մնա ով որ է իբր Ջորջ Պեհլիվանյան։ Իսկ եթե դուք ուզեք բամը փոխել տասական երաժշտության մեջ, ինչ կուզեք փոխել, ինչ կմտածեք փոխել։ Փոխվելիք շատ բան չի գա, միան ավելի պետք է աշխարհը զարգացնենք, երաժշտությունը գմիացնե դարբեր երկիրները, դարբեր ասկերը, երաժշտությունը շատ հազվագույթ բան մնե, որ special ասանք
ուժ ունի, լեզու է, universal լեզու է, այո, երաշխությունը պետք ունի նույն լեզուները խոսելու, բայց երբ որ ղեկավարեմ Ճապոն կամ Չինաստան կամ որը լա Ամերիկա կամ Եվրոպա, խոսելու է պետք ունիմ, երբ որ շարժիմ երաշխությունը, երբ որ ղեկավարեմ, արդեն ամեն մարդ նույն լեզուն խոսի, որ եւ այո, անի շատ հազվագույն իրարու միացնող արվեստ մնե, որ այսօր շատ պետք ունենք, որովհետև անչափ պատերազմներ ունենք միշտ, որ աշխարհը միան մատերիալիզմով սպառած է, Թրամփ յետևեն է, մեկը մյուսին մերցնելու յետևեն է, շատ աբուշ օրեր է անցնենք որ, եւ այսօր ավելի պետք ունենք ամենը շատ իրարու միացնել աշխարհը եւ մեկ քոյությունով, հարիի մեկ շուրջ հավաքել, ճակատագիրը պետք է միասին ապրենք, որովհետև միասին այս աշխարհի մեջ միասին պետք է ապրենք ամբերջը, ուրիշ տեղ չունենք երթալու։ այո, Հիմա գոհիմա անանք որ ես պիտի փորձեմ մինչև կյանքիս վերջը աս միշնը, որ իրարու միացնել աշխարհը ամբողջ շարունակել, ասե այո։ եւ աշակերտներուս նույն բանը տալ։ Մայստրո, եթե կարելի ըլլար վերադառնալ Բեյրութ, ձեր մանկության, ինչ պիտի ըսեիք դուք սեզի։ Փոքրիկ Ջորջին, ինչ պիտի ըսեիք։ Ինչ պիտի ինչու ասանք եղավ Լիբանան ինչու կանտեցին, ինչու, ինչ ավոր գմեցնային կոր Լիբանանի մեջ, ինչ համով անուշիկ օրեր ունեինք, քաղոտնիս շատ քվեցիկ էր, ուր որ ապրեինք, ինչ ավոր միասին ապրեինք որ, եւ մեր քեղեցիկ Լիբանանը ափսոս եղավ, որ գամած արդեն 50 տարին անցավ, բادرազմը երբեք չի դադարեցավ։ Միշտ պրոբլեմ կա այդ Մայստրո, երկիրի։ երբեք այցելեցիք Լիբանան, ձեր ճամփորդել են վերջ։ Այո, շատ 40 տարի արավ մինչև վերադարձա, բայց վերադարձա։ Եվ դեսա վիճակը, որ անշուշտ ինձ շատ հուզվեցուց լավ սևով եւ քեշ սևով։ Ֆուլը հմոս ուդել արդեն Բեյրութի մեջ երբ որ սկսա ուդելու 40 տարի հետո եւ ան ցայնը որ ձեզեն մեր սիսերները անի արդեն աչքերուս մեջ արցունք լեցուց որը անակ մեծած է եւ համը հոդը կերագուրին շատ կարեւոր է ամբողջ իշադակները համին հոդին հետն է Այո, մեր մարդկային իշողություններու մեջը մնացածը շատ դժվար վիճակ է Բեյրութը Լիբանանը ինչպես կնակ որ դուք թիմանալ եւ ապրիլ դուք հերոսներ եք որ այնտեղ դեր մնացած եք եւ գաբրիկ կոր եւ գարաշտի մեկ կոր ինչ որ գնեք որ Լիբանան մերսի, շնորհակալություն Մայստրո։ Իսկ այսօր հաղորդակիցը լալով ձեր ծննդավայրին հետ, ինչ խոսք ունիք փոխանցելիք Լիբանանահայության։ Լիբանանության հային գմախտեմ մեծ հաջողություն եւ ուժ եւ կարողություն Այո, հավաքնիտ միցկեք եւ շարունակեցեք ինչ որ գտնակ կորնել շատ քեշ վիճակի մեջ երգիրի քաչալերությունը ցես գուզեմ քաչալարել որ շարունակեք մի այո, այո։ աշճապ դոգացիկ ալիրավունք չունի կարծեմ ցկելու բիդի դոգակ մինչև վերջ եւ բիդի ուզեի օրը վերաթարնալ անշուշտ չեմ գիտեր հիմա օրկեստրը գա չի գա Լիբանանի մեջ ինչ կլա որ վիճակը չլուրջ չունեմ Մենք ցեզի կսպասենք օրմը մայստրո, որբեսի կակ եւ հոս համերկոմը ներգայանակ, մենք բոլորս ցեզ կսպասենք, մենք հբարդ ենք, որ ցեզ նման մայստրոմը ունենք, որ իր առաջին քայլերը արած է Լիբանանեն եւ մեծ սոպրանո Արփինե Պեհլիվանյանին զավակն է, որ հայության անունը բարձր կպահի ամբողջ աշխարհի մեջ։ Մենք շնորհակալ ենք ցեզ մե։ Մերսի շատ ուրախ եմ այսօր որ կրցանք հաղորդել միասին Շնորհակալություն։ Ձեզի հաջողություն կմաղթենք ձեր աբակա ծրագիրներուն եւ հույսով ենք, որ ձեզի կհյուրընկալենք Լիբանանի մեջ։ Շնորհակալություն։ Աստված ուզե
Հարկելի Մերսի։ ունգընտիրներ, այսպիսով կփակենք մեր այսօրվան հետաքրքրական հանդիպումը։ Թիմանագարի փեմը այսօր բադիվ ունեցավ հյուրընկալելու աշխարհահռչակ խմբավար Ջորջ Պեհլիվանյան, որուն հետ մեր զրույցը թող ոգեշնչումը լա յուրաքանչյուրիդ։ Շնորհակալություն ձեզի, որ ունգընտրեցիք մեզի, ձեզի հետ Շողիկ Տորոսյանը։ Մեր հաջորդ հանդիպումը հարաճիգա չորեքշաբթի բացահայտելու նոր անձնավորությունը եւ անոր հաջողության քաղաքնիկները ցտեսություն։